Վարչապետը այդ պատարագին մասնակցում է ոչ թե Հայաստանի Հանրապետության վարչապետ չէ, միշտ ասում է, որ ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, եկեղեցին եմ պաշտպանում, այդ պատարագին էլ այդպես գնացել։ Ինչու է որոշվել, որ հենց դա պետք է ուղիղ հեռարձակել, չէ, որ դա ոչ թե պաշտոնական, այսպես մեծ արարողություն է, այլ հայ առաքելական եկեղեցու շարքային հետևորդներից մեկի մասնակցությամբ պատարագ։ Օրինակ, դուք ինչու եք որոշել, որ դա հարկատուների հաշվին ուղիղ հեռարձակեք։ Դուք այս հարցին պատասխանեք ու խնդրում եմ։ Շատ լավ, ես ձեզ ուրիշ հարց տամ, իսկ ինչու են մյուս բոլոր լրատվամիջոցները որոշել դա լուսաբանել։ Ես այդ հարցին կպատասխանեմ, որովհետև իրադարձություն է, որը որ հետաքրքիր է հանրությանը, եւ լրատվամիջոցները որոշել են դա լուսաբանել, այդ թվում նաև ուղիղ եթերում եւ հանրայինն էլ լուսաբանում։ Ես իրականում Կիրակի օրը տեսա ինչ որ զարմանք, այսօր էլ խոսեցինք այդ մասին, այստեղ ես զարմանում եմ ընդհանրապես ինչ կա այդտեղ զարմանալու։ Այսինքն եթե իրադարձություն է լինում եւ լրատվամիջոցը լուսաբանում է եւ այս դեպքում հանրային հեռուստաընկերությունն է լուսաբանում, ինչ կա այդտեղ զարմանալու։ Ավարտեմ, շատ լավ։ Հաջորդը պատասխանեք, թե ինչու ավարտեմ հաջորդը կպատասխանեմ։ Ավարտեմ հաջորդը պատասխանեմ, հա։ Տեսեք, երբ որ մենք ասում ենք ինչու է այս լրատվամիջոցը այս դեպքում հանրայինը, որը կարող ենք իհարկե հարցնել լուսաբանում, պետք է ունենա ինչ որ տենց հարցը պետք է շարունակություն ունենա։ Ի վերջո իսկ ինչի չի կարող լուսաբանել հանրայինը, ինչի չի կարող հանրայինի լուրերը, լրատվական ծառայությունը YouTube-յան էջում ուղիղ եթերը հեռարձակել, երբ որ այդ օրը կարծեմ տասնյակից ավելի, ես գոնե սիրողական նայեցի, տասնյակից ավելի լրատվամիջոցներ ուղիղ եթերում լուսաբանում են, ինչ կար զարմանալու։